Ինձ համար հայերեն խոսող երեխան, հայերեն խոսող մարդը դա հայ լինելու գրավականներից մեկն է, որովհետև գոյություն ունի լեզվա մտածողություն, ինչ լեզվով խոսում ես, այդ լեզվով սկսում ես մտածել, ու դա իրականում մի ամբողջ հոգեկան աշխարհ է։ Ես միշտ համեմատում եմ բնության հետ, օրինակ ծիրանի կորիզի հետ, եթե ծիրանի կորիզը տանես թեկուզ Նոր Զելանդիա, թեկուզ որևէ այլ հող Հայաստանից հեռու, ու դնես հողի մեջ, միևնույնն է այնտեղից ծիրան դուրս կգա, ծիրանի ծիր կլինի, ծառ կդառնա, ու պտուղներն էլ ծիրան կլինեն։ Նույն կերպ մարդը իր մեջ կրում է այդ գենային գենետիկ մակարդակով այդ հիշողությունը, ու ինձ համար կարևոր է, որ երեխաներս հիշեն, ճանաչեն իրենք իրենց, ու դա առաջինը նախ լեզվի միջոցով։ Նախ տանը, մեր տանը ընդունված է, որ խոսում ենք միմյանց հետ հայերեն։ Իհարկե սկզբում շատ դժվար էր երեխաների համար, երբ որ նոր էին օտար լեզուն սովորում։ Շատ կարևոր է, որ մենք խոսենք հայերեն նրանց հետ ու ուղղորդենք, զուգահեռ թարգմանենք նրանց ասած որևէ այլ բառ։ Ու նաև երբ մամի դասերին սկսեցինք մասնակցել, տառաճանաչ սկսեց դառնալ երեխան, իր համար իհարկե լեզուն իմանալով հանդերձ շատ ավելի հեշտ էր սովորել հայերեն տառերը։ Մեր համար հետաքրքիր էր նայել հայերեն տառերը, բացահայտել, ուրախանալ, որ ինքը արդեն տառաճանաչ է, ճանաչում է հայերեն տառերը։ Հեքիաթներ ենք կարդում ենք քնելուց առաջ։ Ու իհարկե մեր ավանդազրույցներից են պատմում, վեպերից, մեր դիցերից։ Այդ ամեն ինչ իրականում այնքան խորը ուժ կա դրա մեջ, որ դժվար պահերին մանավանդ, երբ որ տեսնում երեխան ինչ-որ խնդիրների մեջ, ինչ-որ բան պետք է հաղթահարի, ես պատմում եմ այդ ավանդազրույցներից ու փոխանցում եմ իրան։ Պատմում եմ, թե ոնց հաղթեցին, ոնց դուրս եկան այդ վիճակից, ինչ եղավ, ու վստահեցնում եմ, որ դա աշխատում է միանշանակ։ Ինչքան բախտավոր ենք մեզ, որ եւ ունենք եւ մեզ փոխանցվել է։ Ու մենք էլ դա երևի ինչ որտեղ պարտավոր ենք փոխանցել մեր երեխաներին։ Ինձ համար շատ անբացատրելի վիճակ կարա լինի, չեմ կարող ես դա պատկերացնել, երբ օրինակ երեխայիդ գրկես ու օտար լեզվով ասես ցավդ տանեմ, բալես, արի մոտս, բառեր կան, որ չի թարգմանվում, այդ մեր հոգեվիճակը իրանից ներկայացնում, շատ ավելի շատ է, քան ուղղակի բառ լինելը։ Այդպես, մաղթում եմ, որ մենք ինքներս մեր մեջ կրենք այդ ուժը, հայի գենը, արդեն կրում ենք մենք դա, կարողանանք փոխանցել։ Մեր վրա դժվար պարտականություն կա, դա պետք է փոխանցենք։